Կինահացնա, ես մի հարց ունեմ, ԿԿՀ-ն ունի լիազորություն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու, ճիշտ է։ Ինչպես գիտենք, 200-ից ավել դատավորներ կան, հիմա մի այսպիսի հարց, դուք ստուգում եք դատավորների ֆինանսական դրությունը, նրանց հայտարարագրերը, կարող ենք իմանալ, քանի դատավորի նկատմամբ է կարգապահական վարույթ հարուցվել, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, այստեղ մինչև պատասխանելը մի անպայման կարևոր փաստի ճշգրտում պիտի անեմ, գույքային դրության ստուգումը վերաբերել է 17 թվականից հետո ընկած ժամանակահատվածին, եւ այդ հիմքով հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցվել է ավելի քան 15 դատավորի նկատմամբ, բայց կարծում եմ կարգապահական վարույթները եւ դրանց արդյունքները գուցեև այդքան էական չլինեին, ինչքան հաղորդումների այն քանակը, որը հանձնաժողովը ուղարկել է գլխավոր դատախազություն, նույն սուբյեկտների վերաբերյալ։ Համեցեք արձագանք, պարոն Ալեքսանյան։ Շնորհակալություն, իսկ այդ քանակը, որը ուղարկվել է հաղորդումների, կխնդրեմ այդ քանակն էլ նշեք։ Դրանք եւս գերազանցել են 15։ Շատ լավ, ու հաջորդիվ մի այսպիսի հարց, մենք բարեվարկության ուսումնասիրության մասին խոսեցիք, դուք նաև ձեր ելույթում, իդեպ ես հենց այդ ինստիտուտը անչափ կարևորում եմ, հիմա այստեղ մի այսպիսի հարց է ծագում, բարեվարկության ուսումնասիրության ժամանակ, ինչի վրա է հիմնվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ինչ աղբյուրներ է ուսումնասիրում դա անելու համար, որովհետև նաև մենք քննարկման ժամանակ համատեղ, նաև ես այս հարցը բարձրաձայնել եմ, որ բարեվարկության ուսումնասիրության, բարեվարկության այդ թերթիկի մեջ, որպես այդպեսին, իմ կարծիքով շատ տարօրինակ էր, երբ որ ես իմացա, որ տեղ են գտնում, օրինակ, թողներեն ինձ մեր գործընկերները, բայց այնուամենայնիվ, օրինակ, asecose.am կայքից որոշակի հոդված կամ առհասարակ դեղին մամուլի հոդվածներ են տեղ գտնում եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դրանց տակ որոշակի բացատրություն չի գրում։ Այսինքն բարեվարկության թերթիկը կազմելիս տեղադրում է ուղղակի այդ հոդվածները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, առավել եւս երբ հնարավորություն ունեմ դրան պատասխանելու նաեւ այն ամբիոնից, որ ավելի մեծ հանրային լսարան կապահովի։ Հանձնաժողովի բարեվարկության ուսումնասիրության գործընթացը բխում է եւ հիմնված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի 26-1 հոդվածից, որտեղ հստակ հիմքերը թվարկվում են։ Այդ թվում նաեւ ուղիղ հիշատակվում է, որ ուսումնասիրությունը պետք է ներառի եւ անդրադառնա նաեւ մամուլի հրապարակումներին, ինչը նաեւ իրականացվում է ուսումնասիրության ընթացքում, բայց դա միակը չէ եւ հանձնաժողովը լիազորություն ունի նաեւ տեղեկություններ հավաքագրել երրորդ անձանց կողմից, հայտնի տեղեկությունների մասով եւ օգտագործել նաեւ դրանք այնքանով, որքանով որ կհաստատվի իմփաստը, որը գուցեև մամուլի հրապարակման մեջ տեղ է գտել։ Բայց կարող եմ վստահեցնել, եւ սա կհավաստել նաեւ բարեվարկության ուսումնասիրության անցած այն բոլոր սուբյեկտները, ովքեր եզրակացություն ստացել են։ Հանձնաժողովը ուղիղ եզրակացության համար որպես հիմք մամուլի հրապարակումը օգտագործում է միայն այն դեպքում, երբ որ փաստերը ճշգրտվել են։ Մնացած հատվածը տեղակայվում է որպես հավելյալ տեղեկություններ, ավելի շատ Շնորհակալություն ավարտեք հնարավորություն տրամադրելով որոշում կայացնող սուբյեկտներին, դրանց գնահատելով որոշակի եզրահանգումներ անել։ Հարգելի գործընկերներ, քանի որ գրանցված պատգամները շատ են, խնդրում եմ ժամատախտակին հետևել, որովհետեւ ես ստիպված չլինեմ ընդհատել։ Այժմ առաջարկում եմ ողջունենք Երևանի Ռուբեն Սևակի համար 151 դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին, ովքեր այսօր